Այստեղ այս բանին հաջողություն գագրած բազանի նաև Դավիթ Սահակյանց Ահա, դու խոսա ես նայում եմ բառը։ Քիչ կողք։ Քիչ կողք։ Արա դեռ մտնում եք բրդում եք չի կարելի, դες բան մի արի։ Հա, կամերա։ Անի։ Այո։ Բոլոր այն մարդկանցից, ովքեր որ իրանցով կարող են վտանգ հանդիսանել ներկայիս իշխանությանը։ Եվ Բագրատ Սրբազանը նման մարդկանցից մեկն է։ Պարոն Սահակյան, տեսեք, այս պաշտոնական այսպես կոչված հաղորդագրություններն ուղեկցվում էին իշխանության տարբեր դեմքերի գրառումներով, առաջին իհարկե ԿՊ-ական քաղաքական էլիտաներ Փաշինյանի առաջնորդությամբ տեղադրում էր ձայնագրությունը կից գրառում մեկնաբանություն, նաև նշում էր ահաբեկչության փաստի մասին եւ այլն, թե ինչպես է կանխվել այդ եղկելի ծրագիրը։ Ինչ է կարծում, ինչու հենց այս պահին սա տեղի ունեցավ, արդյոք կապ կա Սամվել Կարապետյանի կալանավորման հետ եւ ինչից է օրինակ Փաշինյանը վախենում, որովհետեւ դուք նշում եք, որ հաստատվելու խնդիր կարծում եմ կա, այն առումով, որ արագ հապճե պետքա Թուրքիային ինչ-որ հաջողանալ, ինչ-որ բաներ անել, որից հաճույք ստանա, տվյալ բանին պատվիրատուն։ Եվ դրա համար հաստատի ամենամեծ արագ անում են այն ինչ-որ իրանց այն ինչ-որ իրանց ասվել է ասել։ Պարոն Սահակյան, ինչ է կապը։ Չզարմանանք մենք իրանցից պետք չի զարմանալ, մենք պետք է արդեն իմունիտետ ձեռք բերենք, այս 7 տարվա ընթացքում իրանց պահվածքից, լկտիության, բառապաշարը եւ այլն զարմանում են, որ մենք դեռ զարմանում ենք իրենց վրա։ Պարոն Սահակյան, ինչ է ակնկալում դատարանից։ Ոչինչ, եկել եմ ուղղակի, վստահ եմ, որ լավ վճիռ չի լինելու այսօր, շատ կզարմանամ, եթե դուրս բաց թողնեն այսօր, ինչ չեմ ավարտել։ Վստահ եք, որ Մասիս Մելքոնյանը, որ հայտնի է իր իշխանական հայացքներով նախկինում էլ Հանրապետություն կուսակցությունից ա եղել, անպայման կալանք կտա։ Կարծում եմ, այո, դրա համար էլ իրան է տրվի այդ գործը։ Պատահական է այդ համակարգը ընտրել իրեն։ Այս տեսակ հարցերում պատահականությունը չեն լինում, չեմ հավատում։ Եվ շնորհակալ եմ, պարոն Սահակյան։ Մեդիաբի հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Երևանի Ավան եւ Նորթ Նորք վարչական շրջանների ընդհանուր եւ ասոցիան դատարանի բակում։